Կանդիլյան, նախ ինչպես է ձեր ինքնազգացողությունը, այսօր եկել է շտապ օգնություն, ստուգումներ եղել են, ինչ են արձանագրել։ Շտապօգնությունը գալիս է այն ժամանակ, երբ կանչենք գրանցում, չէ, այսօր չենք կանչել։ Ինչ մի քիչ ավելի լավ ենք, դիմանում ենք, ջրազրկվում եմ հաճախ, դա իմ հիմնական խնդիրն է, որ գնում եմ հիվանդանոց ջուր եմ ստանում, մի փոքր կազդրվում եմ։ Ցուցանիշները մի քիչ ավելի վատ են, քան սկզբից, դա ինչ սպասելի է, բայց ոչինչ, դեռ նորմալ, շնորհակալ եմ։ Այսօր Ռուբեն Վարդանյանի գործով հերթական կեղծ շինծու դատավարություն է լինելու, ճիշտ է, դժվար է ձեր խոսքը հասնել իրեն, բայց այնուհանդերձ ինչ կուղեք այսօր Ռուբեն Վարդանյանին։ Որ ողջ մնա, առողջ մնա, վերադառնա, ես միայն այդ խնդրանքն ունեմ, որովհետև մենք չենք կարող այդպիսի ջոխություն մեզ թույլ տալ որպես հայազգ կորցնել նման հայորդի։ Իսկ որ ասում եմ նման հայորդի, ես գիտեմ ում մասին եմ խոսում։ Եվ իմ խնդրանքը իրեն միայն այն, որ նա բարոյապես, հոգեպես, յուրաքանչյուրիցս ուժեղ է եւ ամուր, կարծում եմ արդեն բոլորը համոզվեցին, բայց ես նաեւ կուզեմ, որ իր այդ ուժը չվնասի իր առողջությանը։ Եվ Եվրախորհրդարանում է լսումներ լինելու, որտեղ հենց Բաքվում պահվող մեր գերիների հարցն է քննարկվելու, երեք Գերմանիայում է ակցիան եղել կրկին, այսինքն ըստ ձեզ եւ Ռուբեն Վարդանյանի հացադուլը նաեւ այստեղ Հայաստանում հացադուլը ինչ որ արթնացրել է հասարակությանը եւ Հայաստանում եւ նաեւ դրսում։ Ես կարծում եմ, որ այո, ճնշման ազդեցության տակ սկսում են տեղի ունենալ գործողություններ։ Եվ նաև հայ ժողովրդի այսպես ոտքի կանգնելը, թեկուզ նաև ֆեյսբուքյան տիրույթում, ցույցերի տարբեր պիկետների միջոցով եւ նաև իրենց արձագանքը եւ ամենօրյա հետեւողական արձագանքը ստիպում է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի ներելու այս շինծու դատավարությունը, չի ներելու իր հայորդիների Բաքվում ապօրինաբար պահելը եւ սկսվում են գործողություններ։ Իհարկե Ռուբեն Վարդանի հացադուլը մեծ ազդակ էր միջազգային հանրությանը սթափվելու, հասկանալու թե ինչ է կատարվում եւ ես ցավում եմ, որ նման ծայրահեղ քայլի պիտի դիմի մարդ, որպեսզի միջազգային կառույցները սկսեն արձագանքել։ Այսինքն ինչ մարդու կյանքի գնով ենք փորձում աշխատել։ Այդ իմաստով ցավում եմ, բայց այն, որ այո, վաղը Եվրախորհրդարանում տեղի կունենա այդ բանաձևի քննարկումը եւ ապա հաջորդ օրը քվեարկությունը, դա լավ լուր է, թեպետ մենք հասկանում ենք, որ Ալիևի ռեժիմը ամենաթողության մեջ է եւ ինչ ուզում անում է եւ որևէ բանաձև ազդեցություն չի ունենում իր վրա, բայց գիտեք, կաթիլը քար է ցակում եւ ՄԱԿ-ի հայտարարությունը վերջերս որ տեղի ունեցավ, դա նույնպես իր ազդեցությունը կունենա։ Այո, պիտի ուզենանք, որ յուրաքանչյուր կառույց իր աշխատանքը անի պատշաճ, անի որակով ու անի հետևողական։ Այդ չանելու հետևանք է, որ Ալիևի եւ ռեժիմը կարողանում է իրեն թույլ տալ նման հանդգնություն։ Դուք հիշում եք, որ Կարմիր խաչի մեքենայից Վագիվ Խաչատրյանին առևանգեցին, քար լռություն էր, ինչպես կարելի էր այլպես անպատվել Կարմիր խաչի գործառույթը։ Եվ այս լռությունը բերեց նրան, որ Ալիևը հիմա վտարում է միջազգային կառույցները Ադրբեջանից, որտեղ են սանկցիաները, որտեղ են պատժամիջոցները, չեն հասկանում ինչ է կատարվում Բաքվում։ Եթե նրանք միջազգային հանրությունը, երկրները որոշում չկայացնեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սա վարակիչ է լինելու։ Մնացած երկրներն են անելու, մենք տեսնում ենք ինչ է կատարում աշխարհում, ամենտեղ արդեն տարբեր կրակներ են առաջանում եւ միջազգային կառույցների անգործության հետևանք է սա նաեւ։ Եթե նրանք իմանան, որ գործում են կանոնները, դա տեղի չի ունենա եւ պիտի իսկապես թափվեն վերանայեն միջազգային կառույցները իրենց ֆունկցիաները եւ դրանց ազդեցության չափը եւ դարձնեն դա գործում։ Փաստորեն դա ինչ-որ չափով հացադուլը արթնացրեց հասարակությանը, միջազգային հանրությանը, բայց ոչ Հայաստանի իշխանություններին։ Ես ակնկալիք էլ չունեմ Հայաստանի իշխանությունը մասնավորապես ով է խոսում, ով է ընդհանրապես լուրջ ընդունում Հայաստանի իշխանություններին։ Կասեք ինձ, դուք որ լինեիք Ալիևի փոխարեն կբանակցեիք ձվածեղ Սարգսողի հետ։ Ես չէի բանակցի։ Ես լուրջ չէի վերաբերվի, չէի ուզի մի սեղանի շուրջ նստեմ իր հետ ու խոսեմ։ Սա ամոթն է մեր, ես ցավում եմ սա ասելով, այնպես չի որ սա, գիտեք, ծաղրում եմ, ոչ, ես ցավում եմ։
որովհետև մեր դեմքը այդ մարդիկ են ներկայացնում։ Գնում են փարթիներ են անում, երբ որ իրենց հայրենիները Բաքվի բանտում գերեվարության մեջ են, ամոթ չունեն, անգամ չեն ամաչում, եւ նրանք դարձրել են այդ վարքագիծը նորմալ։ Եվ նրանք վարակում են մեր ժողովրդին, եթե իշխանավորներին կարելի է, հասարակ ժողովրդին ինչու չի կարելի։ Եվ այդ անտարբերությունը սերմանում են մեր ժողովրդի մեջ։ Առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդի, որ այնքան ցավ տեսա, որ փորձում է ինչ-որ կերպ մեղմել, պաշտպանական ռեակցիա ունի, փորձում է քիչ ինֆորմացիա ստանալ, պահպանել իր հոգեկան առողջությունը, սրանք ասում են, որ այդ ոչինչ, դա շատ լավ է, դուք հանգիստ գնացեք, մանեկեք, ուրախացեք, ինչ է եղել, որ ոչինչ չի եղել, ուղղակի ձեր արժանապատվության վրա թքում են բարձր սարից, այ դա է պատահել։